Մոտ ապագայում Ջավախքում հեմոդիալիզի նոր կենտրոն կբացվի։ Հայաստանի եւ Վրաստանի առողջապահության նախարարների Թբիլիսյան հանդիպումներից ու քննարկումներից հետո առաջին լրատվականի հետ զրույցում ասաց նախարար Արմեն Մուրադյանը։ Մինչ այդ նախարարներն արդեն հասցրել էին քննարկել երկու երկրներում առկա առողջապահական խնդիրներն ու ներկայացնել իրենց փորձը։ Առանձին քննարկեցինք նաեւ դեղերի շրջանառության խնդիրները, կիսվեցինք մեր մտահոգություններով եւ մեր նոր նախագծով դեղերի մասին օրենքի, այն նոր նախագծերով, որոնք մենք այսօր պատրաստ ենք կյանքի կոչել եւ նաեւ ծանոթացանք Վրաստանի առողջապահական համակարգի հաջողությունների եւ խնդիրների հետ։ Հայաստանի եւ Վրաստանի առողջապահական գերատեսչությունների միջև վերջին պայմանագիրը կնքվել էր դեռևս հեռավոր 93-ին, ինչից հետո թե Հայաստանում, թե Վրաստանում շատ բաներ փոխվել։ Հիմա արդեն այլ են համակարգում առկա թե խնդիրները, թե ձեռքբերումներն ու երկու նախարարներն էլ վստահ են, որ միմյանց պատմելու ու միմյանցից սովորելու շատ բան ունեն։ Հայաստանի եւ Վրաստանի առողջապահական համակարգերը միշտ էլ սերտ համագործակցել են։ Ես իսկապես շատ ուրախ եմ, որ իմ գործընկերոջ այցը նոր հնարավորություն ընձեռեց այդ համագործակցությունն ավելի սերտացնելու եւ փորձի փոխանակման նոր հնարավորություններ ստեղծելու համար, ինչը կարծում եմ փոխշահավետ է լինելու։ Վրաստան կատարած երրորդյա այցի շրջանակում կլինիկական բժշկության Ֆրիդոն Թոդուայի անվան գիտահետազոտական ինստիտուտ այցելած Արմեն Մուրադյանը խոստովանեց, որ այստեղ ապահովված է որակի այնպիսի մակարդակ, որ համապատասխանելով միջազգային բոլոր չափանիշներին, կլինիկան կարողանում է բժշկական տուրիզմ ապահովել։ Մասնավորապես վարակների վերահսկողությունն այս հիվանդանոցում առավել քան օրինակելի է։ Մենք պայմանավորվել ենք կենտրոնի ղեկավարի հետ համագործակցության մասին, Հայաստանում մոտակա ժամանակներով կազմակերպվի հիմնախնդիրների վերաբերյալ բլոկ սեղան, մենք կարողանանք քննարկել ինչպես մեր հաջողությունները, այնպես էլ մեր խնդիրները եւ փոխանակել մեր փորձը մեր գոլեգաների հետ, որը արդեն իսկ ձևավորված է վերջին տարիներին հիվանդների շարժի հետ կապված։ Մենք համոզված ենք, որ նման փորձի փոխանակման դեպքում միայն եւ միայն շահելու են մեր հիվանդների առողջությունը։ Հիվանդանոցի ղեկավարը սիրով է ընդունել Արմեն Մուրադյանի հրավերը, հատկապես որ Հայաստանն ու հայերն իր մասնագիտական վերելքում մեծ ներդրում են ունեցել։ Ինձ համար մեծ պատիվ է մեր ինստիտուտում Հայաստանի առողջապահության նախարարին ընդունելը։ Երբ ես սկսեցի աշխատել Մոսկվայի Վիշնևսկու անվան ինստիտուտում, իմ առաջին ուսուցիչը երևանցի հայ էր, որն ինձ սովորեցնում էր առհասարակ ինչպես ապրել եւ ինչ անել։ Այսօր նախարարի այցը մեր երկիր եւ մասնավորապես մեր ինստիտուտ ինձ հիշեցրեց այդ ամենն ու ես մեծ բավականություն ստացա։ Վրաստանյան այցի վերջին օրը Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն անցկացրել է Ջավախքում, այցելել Ախալքալաքի բուժկենտրոն, այնուհետև նաև ունի մեծ Սամցխե բժշկական կենտրոն։ Ջավախքի առողջապահական համակարգում լայնածավալ փոփոխություններ են իրականացվում, ինչի արդյունքում մասնագետները վստահեցնում են, ջավախահայերին շատ շուտով կմատուցվեն բարձրակարգ բուժծառայություններ։ Փոփոխություններ են տեղի ունենում, վերանորոգումներ, վերակառուցումներ, նախատեսված է նոր ախտորոշիչ կենտրոններ, ներառյալ շերտագրման հնարավորություն, շերտագրող համակարգիչ, ժամանակակից թվային ռենտգեն սարքեր, ժամանակակից վիրահատարաններ։ Բուժաշխատողները նշել են, որ ջավախահայերը մշտապես զգում են Հայաստանի ուշադրությունը։ Արմեն Մուրադյանն իր վրացի գործընկերներին հրավիրել է Երևան։ Մեկ ամսվա ընթացքում Վրաստանի առողջապահական ոլորտի պատասխանատուները կայցելեն մեր երկիր ու հավանաբար հենց այդ ժամանակ էլ կստորագրվի Հայաստանի ու Վրաստանի առողջապահական համակարգերի համագործակցության նոր պայմանագիրը, որի նախագիծը նախարարներն արդեն քննարկել են Թբիլիսիում։ Ռուզաննա Վարդերեսյան, Գիվի Փեյքրիշվիլի, Առաջին ալիք, Վրաստան։